Ողջույն ձեզ սիրելի ազգագիցներ, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով ողջունեմ ձեզ։ Համբարձման լերնեն։ Այստեղ մենք կգտնվենք ռուսական եկեղեցու դիմաց եւ եկեղեցին կոչվի Համբարձման եկեղեցի։ Հսկա զանգակատուն ունի 65 մետր բարձրությամբ եւ ամբողջ Համբարձման լերը այստեղն է որ գերեվի։ Ներսը սիրելիներ, մայրաբետներ գաբրին, ռուս մայրաբետներ, հավասիկ մուտքը, սրբանկարչությամբ 60 եկեղեցին եւ նաեւ սուրբերու մասունքներով։ Հավասիկ եկեղեցին։ Կտեսնենք սիրելիներ այստեղ սուրբերու մասունքները։ Այստեղը սիրելիներ ամբարձյալ Հիսուսն է։ Հիսուսի պատկերը։ Փառք համբարձմանը Տեր։ Խորանի մեջտեղը Հիսուս հայրիկն է, Մայրիկ Աստվածածին եւ Հովանես Մկրտիչը, որտեղ Հովանես Մկրտիչի թաղման քար այստեղ կգտնվի սիրելիներ։ Ավիդարանիչներն են, Մատթեոս Ավիդարանիչը, Մարգոս Ավիդարանիչը, իրենց զինանշաններով կամ իրենց խորհրդանիշներով, Արույցը Ղուգաս Ավիդարանիչը, Եզի ուրեմն խորհրդանիշով եւ Հովանես Ավիդարանիչը։ Այստեղ Հիսուսի կյանքեն դրվագներ են եւ որ Հիսուս Երուսաղեմին վրա լացավ, տեսնեք Երուսաղեմ քաղաքը եւ այստեղ սիրելիներ Հիսուսը Ղազարոսի գարուցան է։ Այցեք Ղազարոսը թող դերը մեզ հարուցան է սիրելիներ մեր մերելութեն են։ Հովանես Մկրտիչը այստեղ ալ սիրելիներ սուրբերու մասունքներ կան։ Հավասիկ եւ այստեղն ալ սիրելիներ Հիսուս հաղթական մուտքը գործե Երուսաղեմ Զարգազարդի օրը եւ հավատացյալներ իրենց վերարգուներ կբերեն Հիսուսի դիմաց եւ ովսաններ կբորան։ Աստվածամոր պատկերն է, իսկ շուրջը առաքյալները։ Իսկ մեջտեղը սիրելիներ իքոնոստասն է, մեջտեղը ճիշտ վերջին ընթրիքի պատկերն է։ Մովսեսը դաստապանյա պատվիրանները ցերկը։ Այստեղը միշտ սիրելիներ Տեր Հիսուս Քրիստոսի պատկերն է, Աստվածամոր պատկերը, Միքայել հրեշտակապետը, Հիսուսի համբարձման պատկերը, Գաբրիել հրեշտակապետը ավետիսկուտա Աստվածամոր եւ Հիսուս հաղթական մուտք գործե Երուսաղեմ։
Այժմ սիրելիներ ավասիկ այստեղն է, որ Հովանես Մկրտիչին գլուխը ծածկված էր, թաղված էր։ Սուրբ Հովանեսը արեխոսը լա մեր բոլորին սիրելիներ։ Փառքեզ Աստված, փառքեզ հաղաքս ամենայնի Տեր, փառքեզ ով Հիսուս հայրիկ օրհնե մեզի երկնային քուքա հետ եւ պաշտպանե մեզ Տեր երևելի եւ աներևույթ հարցակումներեն, օրհնե մեր ազգը, օրհնե մեր հայրենիքը եւ Տեր քու ողորմությամբ առաջնորդե մեզ, որ հավիտենական կյանքին արժանի ելանք։ Օրհնյալ եղիր Տեր Հիսուս հայրիկ, փառքդ մեծ է ամեն։ Սիրելիներ կշարունակեմ ուրեմն համբարձման լերան վրա հաստատված ռուսական եկեղեցին ցեզ ներկայացնել, տեսեք որքան բարձր զանգակատուն ունի, ասենք մայրաբետներուն նվիրված, ուրեմն իրենց թամփարաններն են այստեղ ընչած։ Այստեղ գադուն նայեցեք։ Մայրաբեդը մեզի համար թուրը կպանա։ Այստեղ է որ սիրելիներ Հովանես Մկրտիչի ուրեմն քանգը դրված պահված է։ Ինչպես պատկերի մեջ կներ։ Դեսեք սիրելիներ նկարի մեջ անոնք որոնք ռուսերեն ալքիտեն գարտան, գրտան գարտան, այստեղ էր որ բահված էր սուրբ։ Գիտեք որ Հովանես Մկրտիչը գլխադրեցավ Հերովթես թագավորին կողմէ եւ հետեւաբար այստեղը անոր գլուխը կբահվեր։ Ահվասիկ գլխատման բահն է, որ Հովանես Մկրտիչը պիտի գլխատվեր։ Պատմությունը գիտեք սիրելիներ, թե ինչպես եւ որ Հովանես Մկրտիչի մասուն կդա այստեղ։ Եվ որ Հովանես Մկրտիչ ամեն անգամ Հերովթես թագավորին գսեր, որ ճիշտ չէ որ թուն եղբորդ գինը առնես, քեզի գին, որովհետև Հերովթիային հետ ամուսնացած էր եւ ամեն անգամ կհանդիմաներ զինք, մինչեւ որ օրը Հերովթեսի ուրեմն ծննդյան ժամանակն էր, այնքան քինովցավ, որ ծննդյան ժամանակ Հերովթիայի աղջիկը բարելով ներս մտավ եւ Հերովթեսը այսպես խանդավառ վիճակի մեջ իր հյուրերուն դիմաց իրեն երթում հրավսա, որ ինչ որ ուզես պիտի դամ, նույնիսկ եթե թագավորությանս գես ու ուզես պիտի դամ քեզի, եւ Հերովթիայի աղջիկը քնած իր մորը հարցուց, որ ինչ ուզեմ Հերովթեսեն, ասա Հովանես Մկրտիչին գլուխ ուզե, եւ գլուխը գդրեցին սկուդերի ամանին վրա, ափսեի վրա տրին եւ թերին։ Հասցիլելուներ, այստեղ նալ բահված էր Հովանես Մկրտիչի քանդը։
Սուրբ Հովհաննեսը բարեխոս թողնա մեր բոլորին սիրելիներ եւ մենք ալ կարողանանք մեր կյանքի մեջ միշտ ճշմարտախոսը լալ, ճշմարտությունը սիրելիներուն բան չէ, բայց ճշմարտախոսը լանք, արդարը լանք եւ Աստծո խնդրենք, որ իր ողորմությամբ մեզ բոլորս օրհնե եւ բահե ամեն տեսակ փորձանները եւ փորձությունները։ Ամեն